Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, եթերում Արարատյան Խոհանոցն է։ Շատ ուրախ եմ եւ շնորհակալ, որ հետևում եք մեր հաղորդումները։ Եվ այսպես բարեկամներ, շարունակում ենք այն շարքը, որ մենք անվանել ենք Երկիր մեդիային նվիրված, այսինքն մենք պատրաստում ենք ուտեստներ եւ ունենում ենք օգտական որպես այն աղջիկներին, այն աշխատակիցներին Երկիր մեդիայի, ովքեր արդեն 10 տարի աշխատում են Երկիր մեդիայի։ Իմիջիայլոց եւս մեկ անգամ նշեմ, որ այս տարի լրանում է 10-ամյակը Երկիր մեդիա հեռուստաընկերության։ Բարեկամներ, իմ հյուրն է Երկիր մեդիա հեռուստաընկերության արխիվի աշխատակից, արխիվի աշխատող Լուսինե Մանուկյանը։ Ողջույն Լուսինե։ Ողջույն։ Ինչպես ես։ Լավ, ինչպես եք։ Լավ, ինչ վիճակում են մեր արխիվները։ Շատ լավ։ Մեզ մոտ ոչինչ չի կորում։ Շատ լավ, ես նախ ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ համաձայնվեցիք եւ մեծ ուրախությամբ այսպես ուզում ես ներկայացնել մանավանդ, որ ավանդական ուտեստ ես ներկայացնում։ Ինչ ենք պատրաստել։ Այսօր պատրաստելու ենք նազուկ։ Այդ նազուկը մեր գյուղի ավանդական ուտեստն է, որը ես սովորել եմ իմ տատիկից։ Մեր գյուղինն էլ է դա։ Այո։ Ինչ բաղադրություն ունի։ Խմորի համար մեզ անհրաժեշտ է կարագ, ձիթայուղ, ալյուր, մի քիչ էլ աղ։ Լավ, Լուսինե, ինչից պիտի սկսենք։ Ցանկալի է սկսենք խորիզից, որպեսզի խորիզը հասնի մի քիչ սառի, որ խմորի վրա քսելուց։ Լավ, խորիզի համար օգտագործում ենք յուղ, չէ՞։ Այո։ Խնդրեմ։ Ինձ գտալ տակ։ Շնորհակալություն։ Մենք կվերցնենք այս, քանի որ քիչ ենք պատրաստելու։ Տատիկը աչքաչափով էր պատրաստում։ Այո։ Լրիվ աչքաչափով ու ամեն ինչ տեղը, չէ՞։ Այո։ Ախ, ունեթե մեր խոհարարները սովոր են աչքաչափով աշխատել։ Այստեղ լցնել ենք մի քիչ վանիլին։ Վանիլին, այս այ։ Այո։ Ու շաքարավազ։ Ու շաքարավազ։ Շաքարավազն էլ երևի էլի ես էսպես լցնեմ։ Ինձ թվում է այսքան հերիքա։ Մենք հիմա պատրաստում ենք խորիզը։ Այո։ Հիմա սա դնում ենք կրակին։ Եվ իմ կարծիքով շատ բարձր ջերմություն պիտի չլինի, չէ՞։ Չէ, երևի պետքա ուղղակի շաքարավազը հալվի, որպեսզի չխրթխրթա ատամի տակ ուտելուց։ Ինձ թվում է բավական է, կարելի է արդեն ավելացնել ալյուրը։ Այստեղ։ Այս սրա մեջ ես կօգնեմ։ Շնորհակալություն։ Գիտեն, որ աստիճանաբար պիտի ավելացնել, չէ՞։ Ջրիկ, խորիզը պետքա լինի ջրիկ, որպեսզի կարողանան քսել խմորի վրա։ Եվ նախնական զրույցում դու նշեցիր, որ այս նազուկը պիտի պատրաստենք տապակի մեջ։ Այո։ Հենց այդպես է պատրաստել էր տատիկը։ Չէ, գյուղում պատրաստում են թխում էին փռի մեջ, բայց քանի որ շատ ժամանակ փուռը դժվար է եղել միացնել միայն նազուկի համար, դրա համար թխել են գազի վրա։ Այսինքն դրա ձևը կա, գտնվել է ձևը, մի խոսքով պատրաստել են նաև տապակի մեջ։ Մի քիչ Շատ հետաքրքիր, շատ։ Տաս տարի եւ 10 տարվա մեջ անընդմեջ աշխատանք, անընդմեջ եթերներ եւ այն, իմ կարծիքով արդեն բավականին այդպես հարուստ է մեր արխիվը, չէ՞։ Այո։ Եվ ոչինչ չի կորչում։ Չէ, ոչինչ։ Всё, մենք ավարտեցինք։ Սա ունեցանք խորիզը։ Այսպես դեպի։ Հիմա խմորը պատրաստենք։ Խմորը պիտի պատրաստենք։ Այո։ Սրա մեջ, հա, այս խմորին պիտի օգտագործենք կարագ։ կարագ։ Եթե դուք ինձ տաք 50 գրամ կարագ, ես շնորհակալ կնեմ։ Ես կտամ Լուսինե ջան 48 գրամ կարագ։ Շնորհակալություն։ 1 ճաշի գտալ ձիթայուղ։ Ձիթայուղ։ Որպեսզի խմորը փափուկ լինի։ Կարագով փափուկ չի, հա։ Որ հեշտ բացվի։ Եվ թողնեմ գտալը։ Չէ, գտալը ինձ պետք չի եւ մի քիչ տաք ջուր ավելացրեք։ Բավական է։ Հիմա լցնենք ալյուրը։
Այո, հիմա Գդալը հանենք եւ եւ լցնենք, ես կարող եմ, չէ՞, ձեռքով վերցնել։ այո, իհարկե։ Չափի մասին էլի մտքի մեջ աչքաչափով այսպես, չէ՞։ Այո։ Մի պտղունցել խմորի մեջ։ Իսկ այստեղ շաքարավաշի լինելու։ Խմորի մեջ ոչ։ Հետո պիտի գրտնակենք, Այո, հա, հիմա այս եւ ինչ խմորը պատրաստ է։ Շատ ինչքան հնարավոր է բարակ խմորը։ Ես կարելի է այս ամբողջը բացել մի անգամից։ Հիմա պիտի գրտնակենք։ Այո, մի քիչ ավելի անենք սեղանին։ Եվ որքան հնարավոր է բարակ, Բարակ, հա։ այո։ Ես տնեմ, դուք կրտնակեք։ Ես գրտնակեմ, փորձեմ։ Վստահաբար պիտի ասեն, որ արհեստավարժ չենք կատարում մեր աշխատանքը։ Իսկ ինչի մեջ ենք դնելու, Թավայի վրա ենք թավան դնենք արդեն Այո, տապակը։ այո։ Էլի դիբարակացնենք։ Ինչ, ես մապերով եմ սկսել։ Լավ է, չէ՞ արդեն։ Հա, շատ։ Ինձնից լավ բացեցիք։ Հա։ Հա։ Խորիզը։ Խորիզը, ահա, խորիզը։ Խորիզը լցնում ենք։ Այ, խորիզը մի քիչ Իսկ բացել է։ ալուրը ուռչեց։ Երևի։ Ոչինչ, հիմա մի քիչ կհալացնենք։ Լցնենք հիմա խորիզը, հետո ձեռքով կտարածենք։ Եթե խմորից պինդ եղավ, տարածելը դժվարանալու է։ Այո։ Ոչինչ։ Պետք է մի քիչ ավելի թույլ լինի խորիզը ուղղակի։ Լուսինե ջան, իսկ վերջում են որ պատարակաղով այսպես անում են, անել Չէ, այս հիմա հատուկ ձևի ենք մենք իրան պտտելու, ինքը ձև ունի հատուկ։ Ու սենց ռուլետի պես Չէ, շատ հեշտ է։ պտտելուց հետո Ես էլ կարող եմ պատրաստել, վստահ եմ արդեն։ ալյուր անենք։ Մի քիչ բացում ենք։ Ու նորից ենք պտտում, այս անգամ արդեն խխունջի պես ծայրերը փակում ենք, որ խորիզը դուրս չգա։ Ու այ այսպես խխունջի պես պտտում ենք։ Շատ հետաքրքիր է։ Այս մի ծայրն եմ լցնում ենք մեջը ու նորից կրտնակում այս ամենը։ Նորից պիտի գրտնակենք։ Նա պետք է թխենք։ Թխելու ժամանակ յուղ կամ կարար Չէ, կամ ոչինչ չենք ավելացնում, քանի որ ինքը արդեն յուղի պարունակություն բավարար չափ ունի իր մեջ։ Իսկ կափարիչ Երևի թե պետք թե է։ պիտի շրջենք։ Հետո շրջելու ենք, բայց մի քիչ որ թխվի, կարելի է կափարիչ դնել։ Ոնց կստացվի։ Ես կարծում եմ, որ պիտի կափարիչով ծածկենք եւ ջերմաստիճանը իմ կարծիքով պիտի չանցնի 160 աստիճանից։ 160 աստիճան եւ ժամանակը 2-3 րոպե մերթ կփորձենք։ Պիտի խոստովանեմ, որ եւ Լուսինը եւ ես այնքան էլ վարժ չենք այս գործում, բայց պիտի հսկողության տակ պատրաստենք։ Այո։ 2-3 րոպե հետո կհանդիպենք։ Տեսնենք թե ինչ։ Այո, արդեն պատրաստ է։ Արոմատ։ Ես կօգնեմ արդեն։ Լուսինե ջան։ Մենք նախորդ պայմանավորվեցինք, որ մեր առաջի շատ քննադատաբար մեզ չմոտենա։ չմոտենան, որովհետև եւ ես եւ դու այնքան էլ արհեստավարժ չենք այս գործում։ Ահա, մենք ունեցանք նազուկ մեր տատիկների բաղադրատոմսով։ Ահա նազուկը պատրաստեցինք։ Լավ, եթե դու ունես որևէ
առաջարկ կամ հղում մեր հեռուստադիտողներին, Լուսինե ջան, կարող ես Ես ուզում եմ այն 10-ամյա այդ բարձունքից հեռուստադիտողներին հեռուստատեսության կարող ես քո առաջարկը խնդրեմ։ Ես ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել մեր հեռուստաընկերության 10-ամյակը։ Մի հեռուստաընկերություն, որտեղ ես այս 10 տարի անմեջ հաճույքով աշխատում եմ։ Ապրես շնորհակալություն, հարգելի հեռուստադիտողներ, ես ձեր անունից եւս մեկ անգամ պիտի շնորհակալություն հայտնեմ Լուսինեից, որ համաձայնվեց նույնիսկ փորձ չունենալով, որ պատրաստի իր տատիկի համեղ այդ ուտեստը։ Շնորհակալություն Լուսինե, ապրես դու։ Հարգելի հեռուստադիտողներ, ես եմ ուզում շնորհավորել բոլոր Երկիր մեդիայի աշխատակիցներին։ Ես ուզում եմ ինքս շնորհակալ լինել եւ հատկապես մեր հաղորդման նաև համար, որ հնարավորություն ստեղծվեց մեր ազգային խոհանոցի մասին խոսել։ Բարեկամներ, մեր հաղորդումը մոտենում ավարտին, այսքանն ենք պատրաստել այսօրվա համար եւ ուզում եմ, որ մենք միշտ հանդիպենք եւ այդ հանդիպումները լինեն բովանդակալից, նրա արդյունքում լինենք ել ավելի առողջ, ել ավելի երջանիկ, հպարտ լինենք հայ լինելու համար եւ ունենանք համբերություն եւս մի քիչ եւ ամեն ինչ լավ է լինելու։ Ստեսություն բարեկամներ։ Նազուկ, ալյուր, շաքարավազ, յուղ, կարագ, ձեթ, վանիլ, աղ, բարյախորշակ։